Բարև ձեզ, եթերում տեսանկյան հերթական թողարկումն է, այս տաղավարում, այս ընթացքում կխոսենք նախընտրական Գյումրիի տրամադրություններից, հիշեցնեմ մարտի 35 Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ, որին մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, 6 կուսակցություն և 3 դաշինք, բոլոր քաղաքական ուժերը այժմ ակտիվ քարոզարշավի մեջ են և քաղաքական հայտ է ներկայացրել նաև դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, այսօր տեսանկյան տաղավարում հյուրընկալել ենք դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցին, բարև ձեզ։ Ինչպիսի քարոզարշավ եք անցկացնում այս օրերին, ինչպիսի ձևաչափ եք ընտրել, արդյոք այն տարբերվում է ձեր քաղաքական օպոնենտների քարոզարշավից։ Ընտրարշավերը ըստ էության դասական իրենց կանոններ ունեն եւ հազիվ թե այն էլ տեղական ընտրություններում շատ տարբերվող կրեատիվ լուծումներ գտնեն։ Իհարկե, մատուցման ձևերի մեջ ինչ-որ կրեատիվ բաներ կան, բայց մեծ հաշվով բազմաշերտ, բազմահարթակ քարոզչություն է։ Հիմնական շեշտը դնում ենք նրա վրա, որ յուրաքանչյուր գյումրեցի կարողանա մեր ծրագրերին հասանելիություն ունենալ, այսինքն մեր բուկլետներն են հաստում տներ, հենց հիմա որ զրուցում են, քարոզչական խմբերը դեռ աշխատում են, բակային հանդիպումներ կան, մեդիա տեսանյութեր, հարցազրույցներ, սա նույնպես քարոզչության ձև է, այսինքն բոլոր հասու քաղաքական լեգալ գործիքներից օգտվում ենք։ Բայց ես շատ կարևորում եմ նաև փողոցում ուղղակի զբոսնել ու քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալը, այսպես կոչված չնախատեսված հանդիպումներ, օրինակ ես սիրում եմ երեկոյան Գյումրիում զբոսնել, իմ տեղական թիմին այդպես աջակցել իմ ճանաչելիությունը օգտագործելով, մարդկանց հետ զրուցելով, ոչինչ որ մեկը կարող է դժգոհ մնալ, մեկը կարող է քաղաքական մրցակից լինել, այդ զրույցները միշտ օգտակար են, թե ինձ, թե գյումրեցիների, թե մեր թիմի անդամների համար։ Այդ ձեր այդ զրույցների, շփումների ընթացքում հասցրել եք շոշափել գյումրեցի ընտրողների տրամադրությունները։ Համացանցում ամեն րոպեն մեկ կարելի է ինչ-որ հարցումներ տեսնել, ինչքանով են այդ հարցումների արդյունքները համապատասխանում իրականությանը։ Տեսեք, մեր թիմը Արտյոմ Ղարաղազարյանի գլխավորությամբ մենք 7-րդ քվեաթերթիկն է մերը, դեմոկրատական այլընտրանքը, ես հույս ունեմ եւ վստահություն ունեմ, որ անցողիկությունը հաղթահարելու խնդիր չունի։ Եվ վստահ եմ, որ մենք շատ լուրջ դերակատարություն կունենանք քաղաքային ապագա իշխանության ձևավորման գործընթացում։ Մենք իհարկե բացառել ենք եւ բացառում ենք որևէ կոալիցիական համագործակցություն քաղաքացիական պայմանագրի հետ եւ բոլոր այն ուժերի հետ, որ ընտրապայքար են նետվել քաղաքացիական պայմանագրին աջակցելու նպատակով։ Հիմա գամ ձեր բուն հարցին։ Սոցիոլոգիան ոչ միայն Հայաստանում, աշխարհում ճգնաժամ է ապրում։ Օրինակ, եթե հետևել եք Միացյալ Նահանգների նախագահական վերջին ընտրություններին, նկատած կլինեք, որ այդ հարցումների մեծ մասը հաղթանակ էր կանխատեսում Քեմալա Հարիսի համար, բայց այդ կինը հիմա Միացյալ Նահանգների նախագահը չէ։ Հայաստանում ևս մեկ խնդիր է ավելանում, քաղաքացիները ապատիկ, հուսահատ վիճակում են եւ հաճախ հարցախույզ իրականացնող մարդկանց իրենց պատկերացրած կանխատեսումներն են հայտ ոչ թե իրենց տրամադրությունը, թաքցնում են տրամադրությունները։ Եվ բացի այդ սոցիոլոգիական հարցումները հաճախ մատուցվում են թիմերի կողմից եւ կապ չունեն դասական սոցիոլոգիայի հետ։ Իսկ ինչ-որ թիմ քարոզչական նպատակով այդ սոցիոլոգիական հարցում է անցկացնում եւ թվերը շարունակ ստիր ճաշակի կամ ստիր քաղաքական նախասիրության։ Ես մի կողմ եմ դրել այդ սոցիոլոգիական բոլոր հարցումները, որոնք նույնիսկ մեր համար նպաստավոր են։ Կան հարցումներ, օրինակ, որ մեր համար շատ նպաստավոր են, բայց ես այդ բոլորը մի կողմ եմ դնում, գլխավոր սոցիոլոգիան, գլխավոր դատավորը, գլխավոր նշաձող սահմանող այս պահին գյումրեցի ընտրողն է։ Պետք չի տարբեր գրասենյակների
հարստացնել, փողեր ծախսել, ինչ-որ թվեր նկարել, պետք է ուղղակի գնալ Գայդով, Թասիբով Գյումրեցու հետ խոսել եւ այդ նշած ձողով փորձել նրա քվեն ստանալ։ Այսինքն շոշափելի էին այդ տրամադրությունը, ինչպիսին է։ Իհարկե, ես տրամադրություն։ Գոնե թե մասնակցության առումով, հա, ակտիվ Շատ մասնակցություն ակտիվ լինելու է, թե ոչ։ չի լինելու։ Չնայած ընտրությունները շատ մրցակցային են, չհերկեմ դա։ Համարյա մրցակիցներ չկան։ Այսինքն 9 կուսակցություն է մասնակցում, 9-ից առնվազն 7-ը եկեք անուններ չտամ այն երկուսի անցողիկության շեմը հաղթահարելու շատ ռեալ նախադրյալներ ունեն 9-ից 7 դա իմ գնահատմամբ բայց որ ասեմ Գյումրին ապրում է ընտրություններով դա էլ սուտ կլինի մեծ մաս են մնում մեծ զանգվածակազում այն խումբը մարկանց, որոնք չի պատրաստվում գնալ ընտրությունների կամ ֆավորիտներ չունի։ Սա միայն Գյումրիի խնդիրի չի, սա հանրապետությունով մեկ տարածված խնդիր է, ապատիկ հուսահատ մթնոլորտ կա, ցավոք սրտի քաղաքական ուժերին դերևս չի հաջողվել դա հաղթահարել, հա, այնպես անել, որ հասարակության մոտ այդ հաղթահարվի։ Երկրորդը շատ արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց թիվը եւ անցած ընտրությունների մասնակցել է 26000 ընտրող տեղական կանխատեսում են որ 30000-ի շեմը կհատի, այսինքն 30-32000 ընտրողի մասնակցություն, որը էլի բարձր ցուցանիշ չի, որտեղ 112000 գրանցված ընտրող կարծեմ Գյումրին ունի, քիչ ավել մի քիչ պակաս, թվերի մեջ կարող մի քիչ սխալվեմ չեմ կարծում, որ ընտրական բումն է լինելու։ Նշանակություն էլ չի ունենալու այն, որ ընտրողների թիվը ավելացել, կարծեմ 2700-ով, եթե չեմ սխալվում։ Ես ավելի մեծ մկրատ նշեցի անցած ընտրությունների համեմատ աճի, ասենք 26000 էր, ես մոտավորապես 30-32000 նշեցի։ Եվ տեսեք համամասնական է, հա, թիմ ընտրությունները, բայց մենք տեսնում ենք եւ քարոզչության ընթացքում եւ մինչ այդ, որ կարեւորվում են անձինք, կարեւորվում են այն մարդիկ, ովքեր առաջին տեղում են այդ ավականու տեխնացուների ցուցակի եւ թիմերը ոնց որ թե այսպես տվերում են մնում։ Չի կարեւորում ընտրողը, թե ով է այդ ցուցակում ընտրված։ Լավ չի դա, որովհետեւ համամասնական ընտրակարգը հենց նշանակում է թիմային ընտրություն։ Բայց մեր Ես չեմ կարծում միայն Հայաստանի, սա դերևս ամբողջ աշխարհի քաղաքական եւ ընտրական համակարգերի բնորոշիչն է, այսինքն մարդկանց համար շատ կարեւոր է առաջին համարը։ Շատ կարեւոր է, դե հիմա տեղական ընտրություններում դա ավելի շեշտվում, հա։ Գիտեք, պետք չի իրականությունից փախուստ անել։ Գյումրիում Թաղամասերի գործոնը շատ կարևոր մայլային չի ասում, շատ կարևոր նշանակություն ունի։ Ով որ մայլայի ներկայացուցիչ է, որտեղ դրա բերումով ձևավորվում են խմբեր, ընտրողների կողմնորոշումներ, բոլոր բաղադրիչները կան այս ընտրություններում։ Քաղաքականն էլ կա, թաղային գործոնն էլ կա, ճանաչելությունն էլ մարդկանց կա, այսինքն բոլոր գործոնները ինչ-որ դեր ունեն։ Դե գիտեք, ամեն քաղաք իր առանձնահատկությունը ունի, հիմա Գյումրու առանձնահատկությունները անտեսել չի կարելի։ Գյումրին պիտի հարգել այնպես, ինչպես ինքը կա։ Իհարկե պիտի փորձել ընտրությունից ընտրություն քաղաքական մշակույթը բարձրացնել, բայց կա այն ինչ որ կա, հիմա նույնիսկ իմ կողմից համակրության չարժանացած գործիչների ընտրողներին ես խիստ հարգալից վերաբերմունք ունեմ։ Այլ բան է քաղաքական մրցակից, այլ բան է ժողովուրդը։ Ով այս խանգարում է թվում ձեր եթերի միջոցով նոր համակիրներ ձեռք բերել։ Ոչ մեկ։ Մնացածը տրված է իմ եւ ընտրողի կոմունիկացիային։ Հիմա ես եթե իրատեսական, ռեալիստական բաներ գաղափարներ ասեմ, կամ առաջարկներ ներկայացնեմ, հեղափոխական ստերին չտրվեմ, ոչ էլ հին հեքիաթներին, հասարակություն թերևս ինձ ավելի շատ կվստահի։ Իսկ փոփոխություն եղել է տեղական ինքնակառավարման մշակույթում։
Շատ բարդ հարց եք տալիս, սան կարելի է երկու հաղորդում նույնիսկ նվիրել, արտակուստ այո, բովանդակային առումով ոչ, որովհետև քաղաքական համակարգը ինքը առանձնապես չի զարգացել։ Ձեր ասած փոփոխությունը նկատելի կլինի, եթե քաղաքական համակարգը ավելի զարգացած լինի։ Քաղաքական համակարգը ելին խոսում էի կանձերի մասին, իսկ ինչ է թվում, դեմոկրատական այլընտրանք կուսակցությունում բազմաթիվ կարող անհատներ կան, թե հանրապետության մասշտաբով, թե ձեր քաղաքի, Գյումրիի, բայց եթե ընտրողներին հաստակ, թե Գյումրիում, թե քաղաքից դուրս, իմ անձի հետ են ամենաշատը կապելու այս կուսակցությունում, այդպես է բոլոր կուսակցությունների հետ, ես մեր օրինակը բերեցի, որպեսզի որևէ մեկին չնսեմացնեմ կամ չվիրավորեմ, որովհետև եթերներում որպես կանոն կուսակցության առաջի դեմքերն են հայտնվում, իրենք ավելի ճանաչելի են եւ իրենց թիմերը կոնսոլիդացվում են այդ իրենց առաջնորդի շուրջ։ Այստեղ եւ պլյուսներ կա եւ բազմաթիվ մինուսներ կա։ Նայած այդ առաջի դեմքը ինչպիսի վարկագիծ է որտեղ գրում։ Կոնկրետ ձեր կուսակցությունը ներկայացնող տեխնացուն առաջին դեմքը անկուսակցական է։ Ինչ է ստացվում, որ անկուսակցական տեխնացուների ոչ միայն ձեր տեխնացու, ընդհանրապես անկուսակցական տեխնացուներ այդ ցուցակներում հայտնվելը կուսակցությունները գործիք են դառնում պարզապես տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցել։ Կուսակցության 23 հոգուց 19-ը մեր քաղաքական կուսակցության անդամներ են։ Մեկը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է, 3 անկուսակցական են։ Բայց այդ ամբողջ թիմը մեր քաղաքական թիմի Գյումրիի մասնաճյուղն է, այսպես ասենք։ Այս մարդկանց հետ մենք ընտրությունից 2 օր առաջ ենք ծանոթացել։ Կգա խորհրդանի ընտրությունները, ելի ինձ ձեր տաղավար կկանչեք, կհամոզվեք, որ էլի այս մարդիկ լինելու են մեր կուսակցական կամ դաշինքային թիմի ներկայացուցիչները Գյումրիում։ Ավելի կոպիտ ասած, մենք տաքսիկ չենք, որին վարձել են մեկ ընտրության մասնակցելու բանով։ Ես նման մոտեցմամբ երբեք որևէ ընտրության չեմ մասնակցի։ Եթե ես բազմաց բաղ լինելով Երևանում, իսկ գիտեք, ես շատ եթերային եւ հրապարակային գործիք չեմ, հիմա վերջի շաբաթները գրեթե անընդմեջ Գյումրիում եմ գտնվում կամ շատ քիչ եմ բացակայում, այդ նշանակում է անձամբ ես ընտրական process-ի մեջ շատ ուժեղ ներգրավվածություն ունեմ, իսկ դա արդեն ձեր հարցի ուղիղ պատասխանն է։ Դեմոկրատական այլընտրանքն է մասնակցում այս ընտրություններին, ոչ թե դեմոկրատական այլընտրանքը ինչ-որ մեկին օգտագործում է կամ մենք ինչ-որ մարդկանց ենք այստեղ օգտագործում։ Չէ, մենք մի թիմ ենք, ես հանրապետության մասշտաբով եմ թիմի ղեկավար Արտյոմ Ղարաղազարյանը, Գյումրիի մասշտաբով է մեր թիմի ղեկավարը։ Այսինքն նաև ստացվում է, որ ինչ որ մասով այս թիմ ընտրությունները փորձաշրջան կարելի է համարել համապետական ընտրություններից առաջ, քանի որ վերջին ընտրություններն են 2026-ի խորհրդարանականից առաջ եւ գուցե թե շատ ուժեր այստեղ ճանաչելիություն ստանալու խնդիր ունեն։ Տեսեք, այս ընտրությունները երկու բաղադրիչ ունեն, մեկը քաղաքային, տեղական, այսինքն առաջին հերթին դա է, որ բոլոր կուսակցությունները ինչ-որ պատկերացումներ ունեն, իրական կամ հեքիաթային կամ նոստալգիկ որոշ մարդկանց պարագայում Գյումրիի զարգացման մասին, հա? Ես բոլորի պատկերացումները լսում եմ։ Մի մասը օգնում է հումորային դաշտից լիցքաթափվել, մյուս մասը խորելու առիթ է տալիս, մենք էլ ունենք մեր ծրագիրը։ Հիմա քաղաքային համատեքստը շատ ակնհայտ է, որովհետև եթե 180 ճանապարհ այս քաղաքում բարեկարգված չի, եթե կա թափառող շների խնդիր, եթե կա ինքնակամների խնդիր, մի ամբողջ թաղամասում, բուլվարային թաղամասում, Արագած թաղամասում 9 բարձրակ շենք չունեն վերելակ եւ այլն, այսինքն այնքան խնդիրներ կան, որ հնարավոր չի քաղաքային օրակարգ չունի։ Տեսեք, ես 7-8 խնդիր նշեցի։ Հավատացած եղեք, եւս 7-8-ը անգիր կարող եմ նշել, որովհետեւ սիրում եմ ոչ թե կաբինետում ծրագիր մշակել, այլ քաղաքացուց եկած ազդակով։ Բայց անշուշտ ունի նաեւ քաղաքական համատեքստ, բայց ընտրությունները առաջին կամ
գլխավոր փորձությունն են համապետական ընտրություններից առաջ, բայց ցանկացած կուսակցություն պարզ չի, որ երկու խնդիրն էլ հետապնդում է, եւ քաղաքային, եւ քաղաքական։ Հիմա որ կգա ձեր մոտ հեքիաթներ կպատմի, որ միայն Գյումրու համար դանկոյի պես սիրտը կարող է անել դնել գյումրեցիների ոտների առաջ, առանց մտածելու համապետական ընտրություններ, ամենամեծ դեմագոգն ու ստախոսն է։ Ընդհանրապես ընտրողի հետ պետք է շատ անկեղծ լինել։ Դա համար ես ընտրողին ասում եմ, եթե Գյումրիում եւ հանրապետությունում փոփոխություններ եք ուզում, եթե ուզում եք ազատվել հեղափոխական պորոտախոսներից եւ վերադարձած չտեսնել հին հեքիաթասացներին, գնացեք տեղամաստ 9 քվեաթերթիկի մեջից ընտրեք 7-ը, որի վրա գրած է դեմոկրատական այլընտրանք եւ Արտյոմ Ղարաղազարյան։ Եվ դուք եւ Գյումրիում եւ հանրապետությունում կունենաք փոփոխություններ։ Երկու օր առաջ ուղերձ էի քաղել եւ ձեր այդ ուղերձում մեջբերում այսպիսի արտահայտություն եք արել։ Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն, դրանց նշանակությունն ավելին է։ Նույն բանը ասացի ձեզ, չէ՞։ Իսկ ես հավատարիմ եմ, թափես ես քաղաքական գործչի տեսակ եմ, որ առանց տողատակերի է խոսում։ Չնայած ցանկության դեպքում ոմանք գտնել իմ խոսքերում իրենց օրինակ հեղափոխական ստախոսների եւ հին հեքիաթասացների մեջ բավականին մարդիկ կան, որ կարող են գտնել իրենց 30 տարվա փորձառությունը ինձ օգնում է եւ շիտակ լինել եւ ակնարկով իշոր մարդկանց բան հասցնել։ Այդ ձեր ասած ուղերձից մի հատված էր։ Ես որպես այս ընտրությունների մասնակից կուսակցության ղեկավար եւ որպես մարդ, որ նախկինում ճանաչել է Սարիկ Մինասյանին, բարեկամաբար իրեն կոչ է արել ինքնաբացարկանել եւ չմասնակցել այս ընտրություններին, որտեղ իմ ճանաչած Սարիկին չէի ուզում տեսնել Նիկոլի Սարիկի կարգավիճակում, ցանկացած ղայդով արժանապատիվ գյումրեցու եւ հայ համար ամոթաբեր է այդպիսի ցուցակում լինելը, ավելի պարզ ասեմ, ազգակործան պատոհասների ցուցակում պետք չի լինել։ Մանավանդ որ այս 20 օրվա մեջ 10, 15, 20 Նիկոլ Փաշինյանը ըստ էության բացախոսեց պետությունը լուծարելու իր մտադրության մասին։ Սա հարիկից օգտվելով իմ ճանաչած Սարիկին ուղերձ եղեցի, բայց ինքը ընտրեց ԿԲ-ի Սարիկը լինելու տարբերակ է հիմա։ Դժբախտություն չկա։ Համարենք, որ արժանապատիվ քաղաքացիներից մեկի թիվը պակասեց, այն թիմից մեկի մեկով ավելացավ այն թիմի անդամների թիվը։ Այլևս շատ չեմ խոսի Սարիկի մասին, որովհետև ԿՊ-ի մաս կազմողները հատկապես այդ պատերազմյան փուլում ու հատկապես վերջին օրերին եւ համար վերածվում են ուսապարկերի։ Ուսապարկերը անուն ազգանուն չեն ունենում։ Թիվ են ունենում 1, 2, 3։ Իսկ դուք այդ ուղերձով անկեղծ ինչ եք ակնկալում։ Ակնկալում է անկեղծ դիսկուրս քաղաքական, բայց դա իրանք որոշեցին մերկապարանոց ինչ-որ վիրավորական ձևով ինձ պատասխանել, ստացան համարժեք պատասխան, մանավանդ որ ինչի մեջ ինձ մեղադրում էին, իրանք ասես պարզ ասեն, փորձում էին իմիտացնել, որ այդ իմ գրավումը ինչ-որ ալկոհոլային ազդեցության հետևանք է։ Այստեղ էլ շատ խոցել են, էլի։ Կարծեմ իրենց թիմի առաջնորդին մեր թշնամի պետության ղեկավարն է անվանել հարբեցող ծաղրածու, ոչ թե ինձ։ Բայց իրանք քանի որ վախկոտ են նաև, Ալիևին ոչ մի կերպ չպատասխանեցին Ալիևի այդ մեղադրանքին։ Ես հիմա զարմանքով պիտի արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանի adekvatության կամ սթափության մասին Ալիևի եւ ԿՊ-ի դիրքորոշումները գրեթե նույնական են։ Շնորհիվ եթե մարդը օյաղ լիներ, Արցախը չէր կործանի, հայրենիքի կեսնել փլատակի չէր վերացի։
Եվ Գյումրիում քաղաքական պայքարի մեջ մտած 9 ուժերից գոնե 8-ը, գոնե իրենց խոսքերով յուրաքանչյուրը ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս։ Դուք կոնկրետ ընդդիմադիրների միավորման պոտենցիալ, ցանկություն։ Ես ընդդիմադիր չէի համար։ Ստեղ էլ շատ նանկերս կլինեն։ 9-ից 6 ընդդիմադիր են։ Ու ԿՊ-ն բացահայտորեն իշխանության դաշտում է չի էլ թաքցնում։ Ոնց մեր ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը քննադատել հանուն քվեին։ Եվրոդաշինքը էլի անձնավորված խնդիր չունի։ Եվրոդաշինքի կուսակցություններից մեկը կամ ամենաառանցքային կուսակցությունը։ Երևանում ԿՊ-ի կոալիցիոն գործընկերն է, այդպես չի ստացվում, մենք շատ փոքր երկիր ենք։ Հնարավոր չէ Երևանում իշխանությունը կիսել ԿՊ-ի հետ, այստեղ անձնուրաց պայքար մղել ԿՊ-ի դեմ։ Չի լինում նման բան։ Այդ կներեք, բայց մեր հեռուստադիտողը թողես փաստի իմանա։ Մյուս տեխնացուն, որ էլի չեմ հավատում, որ ընդդիմադիր է։ Այդ Արտյոմ Թումանյան չեմ հավատում, որ ընդդիմադիր է, կներեք։ Ես մի քիչ այստեղ բարոյական խնդիր կա, եթե չեմ սխալվում, այդ անձնավորության կեղծ ամբաստանության հիմքով իմ ավակ ընկերներից մեկը Երջանկա հիշատակ Արմեն Գրիգորյանը կալանավորվեց պրոդյուսեր, հետո իր մահկանացուն կնքեց դատական նիստերից մեկի ժամանակ։ Ես ոնց հավատամ, որ այդ մարդը անողոքաբար պայքարում է ԿՊ-ի դեմ։ Ոչ, մնացին 6 կուսակցություն։ Այդ 6-ը միավորվելու պոտենցիալ ցանկություն ունեն։ Մենք ընդդիմության համախմբման ամենամեծ ճակատագրերից մեկն ենք, ես նույնիսկ 3 սկզբունք եմ ասել, իդեպ վերջի անգամ որ ձեր տաղավարում հյուր է, այդ 3 սկզբունքները նշել եմ։ Այդ 3 սկզբունքները հենց ընդդիմության համախմբման մասին են։ Հասարակությունը կորոշի ընդդիմության ֆավորիտը ով է, եւ կամ մեզ կմիավորվեն, կամ մենք կմիավորվենք, ամենայն դեպս երբեք չեք լսի, հավատացնում եմ ձեզ, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցության Սուրեն Սուրենյանցի կամ Արտյոմ Ղարաղազարյանի պատճառով դիմադիր միավորում չեղավ։ Որովհետև մեր համար ինչքան կարևոր է Գյումրիի զարգացումը, նույնքան կարևոր է ԿՊ-ին պարտության մատնելը։ Երկու խնդիրներ մեր համար շատ կարևոր են եւ բնականաբար մենք ձգտելու ենք ընդդիմադիր համախմբման։ Բայց այդ մասին մի քիչ շուտ է խոսալու, որտեվ գլխավոր դատավորը իր խոսքը չի ասել։ Մենք բոլորս սպասում ենք մեր քաղաքական ճակատագրին։ Այդ ճակատագիրը ձևավորելու է Գյումրիի ժողովուրդը, որը իդեպ այնքան հասուն է իմ կարծիքով, որ վաղուց իրական խոսքը կեղծիքից տարբերում է։ Ես շոյված եմ Գյումրիում գյումրեցիների վերաբերմունքից, որովհետև ինձ դյուրիմացաբար թվում էր, որ իմ ճանաչելությունը Երևանով է սահմանափակվում։ Հիմա Գյումրիի փողոցներում զբոսնելիս ես շատ ուժեղ հարազատություն եմ զգում, որտեղ երկրորդ կամ երրորդ գյումրեցին պատահական մոտենում է ինձ, տնավարի վիճումել ենք, տնավարի հետ համաձայնվում ենք, բայց շատ լավ է այդ։ Ու ես հասկացա, որ գյումրեցիները շատ adekvat եւ գեղեցիկը ճշմարտությունից զատկած զանազանած մարդիկ են։ Շնորհակալություն, իհարկե ճիշտ նշեցիք, կոալիցիաների մասին առայժմ շուտ է խոսելը, սա արդեն քաղաքապետի ընտրությունը, բայց որպեսզի մի անգամ էլ առիթ ունենաք իմ հետ զրուցելու կոալիցիաների թեմայով, երբ որ ժամանակը հասունացած կլինի, էլի կոչ անեմ մեր գյումրեցի ընտրողներին իրենց քվեն մարտի 30-ին տալ թիվ 7-ին դեմոկրատական այլընտրանք կուսակցությանը եւ նրա քաղաքապետի տեխնացու Արտյոմ Ղարաղազարյանին, որտեվ 7-ը փոփոխությունների անցնցում եւ անարյուն փոփոխությունների թիվն է։ Շնորհակալություն, իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տեսանկյան տաղավարում զրուցում էինք դեմոկրատական այլընտրանք կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։